Եվ ես հիմա ուզում եմ, քանի որ մեր վերջի եթերից հետո տեղի ունեցավ 18 արդարների Բագրատ Սրբազանի եւ մյուսների հերթական նիստը եւ այդ դատական նիստի ժամանակ եւս 3 ամսով երկարաձգվեց Լիդիա Մանթաշյանի կալանքը։ Ես ուզում եմ այս հարթակից ուղակի չգիտեմ ահազանգ բարձրացնել, կոչ բարձրացնել, ես իդեպ տեղեկացնեմ, որ Լիդիան միակն է, նախ իդեպ միակ կին քաղաքական բանտարկյալն է, միակ անմեղ կինն է, ով պարզ չի, թե ինչի համար է կալանավորված, բայց միակն է, որի տեսակցությունները միջև հիմա փակ են եւ Լիդիայի հարազատները Լիդիային այս երիտասարդ աղջկան չեն կարող տեսակցել, անգամ Բագրատ Սրբազանին, որին իբր մեղադրում են ահաբեկչություն, տերոր կազմակերպելու մեջ, որ իբր միկրոալիքային վառարանով, պոլիփեդով եւ կոշիկի մի բուռ մեխով, որ հանել են եւ մոնտաժված ձայնագրություններով, որ իբր պիտի ահաբեկչություն կազմակերպեր, անգամ Բագրատ Սրբազանի տեսակցություններն ա բաց պատգամավորների համար, այս Լիդիային սարքել են դարի ահաբեկիչը։ Ես ուզում եմ հասկանալ ինչ է իրականում տեղի ունեցել, այս ինչ անձնական, խիստ անձնական վրեժխնդրություն է այս աղջկա հանդեպ, որ անգամ տեսակցություն թույլ չեք տալիս իր ընտանիքի անդամների հետ։ Նիկոլ, ինչ է արել այս աղջիկը քեզ, ինչ եք գտել բլոկնոտում, ինչ մի բառ եք գտել, որ այսպես վրեժխնդրորեն երիտասարդ աղջկան մտածել, որ Լիդիան կարող էր կազմակերպել ծրագրել կամ մասնակից լինել որևէ ահաբեկչության, սա ինչ ասեմ, սա դարի ամենախոշորագույն աբսուրդներից մեկն է, բայց այսպես խոշտանգել երիտասարդ կնոջը, զրկել մերձավորներին անգամ հանդիպելուց, ես չգիտեմ, այս ձևի վրեժխնդրություն, թուրքը անգամ այս կարգի վրեժխնդրություն հայի հանդեպ չէր կարող ունենալ, հիմա դիմում եմ Եվրո յոնջաներին, օգտագործում եմ Նիկոլ Փաշինյանի տերմինը, եվրոպական կառույցներին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը անվանում էր Եվրո յոնջաներ, բա ինչի չկաք, ինչի ես որևէ մեկիդ ձեզ չեմ տեսնում Լիդիայի դատավարությանը, բա եկեք տեսեք, բա մի հատ փաստեր պահանջեք իշխանությունից, բա մի հատ հարցրեք երիտասարդ կնոջը 5 ամիս ինչի եք պահում կալանքի տակ եւ անգամ իր սեփական մոր հետ տեսակցություն թույլ չեք տալիս, ինչ կարող է անի, կամ ինչ վտանգ կարող է ներկայացնի ձեր ռեժիմի համար մի երիտասարդ աղջիկ, ով ընդամենը զբաղվում էր Սրբազան շարժման մամուլի հարցերով, իդեպ խոսեցինք մամուլից, ես չէի ուզում սրան անդրադառնալ, բայց ես չեմ կարող չասել, որքան հիշում եմ Սրբազան շարժման մամուլի հարցերով, տելեգրամ կանալներով, ինչ-որ սենց գալստուկավոր փորձագետներ էին զբաղվում, սենց ձեռից ձեռ են խլում որպես դարի փորձագետներ, մեկ անգամ ես ձեզանից որևէ մեկին Սրբազան շարժման 18 արդարների դատավարությանը չեմ տեսել, թե պրծավ Բագրատ Սրբազան, հույս ունեմ դուրս եք գալու, այս եթերը կլսեք եւ այսուհետեւ երբ որ ձեզ շրջապատ եք ընտրում եք մարդիկ, որոնց հետ իբր ճանապարհ պիտի գնաք, ահա այդպիսի մարդկանց, ովքեր մեկ վարքյան անգամ գոնե պրոտոկոլային, գոնե ձևի համար չեկան դատարան եւ հիմա այլ տեղեր, այլ քաղաքական ուժերի են իբր ծառայություններ մատուցում, այդ մարդկանց հետ հուսով եմ ձեր ականջին գայլը կասի, որ այդ մարդկանց հետ ճանապարհ գնալ արջը կասի են, որ այդ մարդկանց հետ ճանապարհ գնալ ուղակի չի կարելի։ Ես կուզենայի որ նաև Գյումրու մասին խոսել, հիմա այս քաղաքը բոլոր առումներով գլխատված է հոգևոր առաջնորդին են փակել եւ ընտրված քաղաքապետի վիճակն է, գիտեք Տիկին Փոստանջյանը ներկայացնում է, կամ դուք շատ լավ գիտեք, որ ինչ պայմաններում է եւ կուզենայի ասեք թե նախկինում ինչ էր տիրում 21 մահ
Կալանա 3 առաջ օրը արցախցի մեկը նորից մահացել է։ Ուրեմն Կալանավայրում ինչ է տիրում, ինչ պայմաններում են պահում եւ այսքան ինչ մահ ահաբեկչություն է ուղակի, ինչ խոշտանգում են ուղակի այս մարդուն։ Այո, ուրեմն այսքան մահ քրեակատարողական հիմնարկներում տարվա մեջ Հայաստանի անկախության ողջ պատմության ընթացքում չի եղել, որպես հանձնաժողովի նախագահ մարդու իրավունքների եւ եվրոպական ինտեգրման մեկ կալանավոր կամ դատապարտյալ, չգիտեմ, մեխեր կուլ տալիս, ամբողջ համակարգը մենք ոտքի էինք հանում կամ մեկ դատապարտյալ հացադուլ էր հայտարարում, ես կալանավայրերից դուրս չէի գալիս, որտեվ հասկանում էի, որ նույնիսկ եթե մարդը դատապարտյալ է, նա իրավունք ունի պաշտպանության եւ նա իրավունք ունի լսելի լինելու 21 մահ քրեակատարողական հիմնարկներում եւ արդարադատության նախարարը շարունակում է պաշտոնավարել եւ քրեակատարողականի ղեկավար Տիկինը շարունակում է պաշտոնավարել, իսկ Եվրոյոնջա միջազգային կառույցները շարունակում են լռել։ Այսպիսի դեպք, այսպիսի իրավիճակ լիներ նախկին իշխանության ժամանակ 1 տարվա մեջ 21 մահ, եղել է տարի, որ 2 մահ է եղել, Եմը դեսպան Սվիտալսկին ինձ սենց մեջտեղից ճղում էր եւ ինքը անձամբ գնում այդ դատապարտյալների հարազատներին հանդիպում էր 2 մահ, այն էլ ծանրագույն հիվանդություններ կամ ինֆարկտ է եղել մեկը 21 մահ եւ միջազգային հանրությունը լռում է, արդարադատության նախարարը շարունակում է պաշտոնավարել, քրեակատարողականի պետ Տիկինը շարունակում է պաշտոնավարել, միջազգային հանրությունն էլ Հայաստանում հավատարմագրված դեսպանները մարդու իրավունքով, խոսքի ազատությամբ, խղճի ազատությամբ զբաղվող ՀԿ-ները շարունակում են եվրոկառույցներից իրենց լափը ստանալ եվրոյի կամ դոլարի ձևով եւ բոլորը շարունակում են լռել մինչեւ հաջորդ մահը։